Պատահական էր արդյոք, որ մեկ շաբաթում Հայաստան եկան Ռուսաստանի գլխավոր դիվանագետն ու Իրանի պաշտպանության նախարարը։ Թեև այցերը ծրագրված էին, ժամանակագրական համընկնումը քաղաքական վերլուծաբանը հատկանշական է համարում, թե Իրանին, թե Ռուսաստանին հետաքրքրում է Եվրոպայի բաց տեքստով հետաքրքրությունը այս տարածաշրջանի նկատմամբ։ Առանցքում միջին միջանցքի ձևավորման հարցն է։ Ֆոն դեր Լայենը շատ բաց տեքստով հայտարարեց, որ միջին միջանցքի կառուցումը իրենց համար անհրաժեշտություն է եւ այս տեսանկյունից բեկումնային է նաեւ հայ-ադրբեջանական սահմանի եւ հայ-թուրքական սահմանի բացման հանգամանքը, ընդ որում Ֆոն դեր Լայենը խոսել էր նաեւ անխոչնդոտ սահմանների մասին։ Եվ զուգահեռ նաև տեսնում ենք, որ Թուրքիան էլ հետաքրքրություն է ցուցաբերում, համենայն դեպս նախորդին թուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովում Էրդողանն էր հայտարարել, որ միջին միջանցքը ռազմավարական նշանակության է։ Ռեգիոնալ ստատուս քվոյի առումով ճանապարհների խնդիրն արդեն դարձել է աշխարհաքաղաքական առանցքային կռվանը եւ ուժային կենտրոնների խոշոր խաղացողների շահերի բախման հիմնական կետը։ Քանի որ Եվրոպայի համար մեծացել է անհրաժեշտությունը, հաշվի առնելով ռուս-ամերիկյան երկխոսությունը, Եվրոպան մնում է դրա արանքում, այսպես ասած, եւ ելքը այդ ամենից, ելքը այդ օղակից դա Թուրքիան է եւ դեպի Կենտրոնական Ասիա տնտեսական անհրաժեշտությունները։ Եվ կարծում եմ այս փուլում դրանով պայմանավորված բավական ակտիվացել է աշխարհաքաղաքական process-ը։ Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարարի ուղերձը Երևանից շատ կոնկրետ էր։ Թեհրանը թույլ չի տա որևէ մեկին ոտնձգություն կատարել Իրանի եւ Հայաստանի սահմանին։ Ոչ մի զանգեզուր չի լինելու, ավելի ուշ Սյունիքում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Ոչ մի բան չի կարելի լուծել ուժով, ոչ մի զանգեզուր չի լինելու։ Խաղաղության խաչմերուկ նախագիծն Իրանի սրտով է, ապա շրջափակումը կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը, քանի որ տնտեսության հիմքը տրանսպորտն է։ Թեհրանի պաշտոնյաների հայտարարությունները Հակոբ Բադալյանն ուշագրավ է գնահատում, հայ-իրանական հարաբերությունները զարգանում են բարձր տեմպով։ Իհարկե, եթե մենք հայ-իրանական ռազմավարական դաշնակցային հարաբերություն պատկերացնում ենք ընդդեմ ռեգիոնում որևէ երկրի, ես կարծում եմ դա իհարկե փոքր-ինչ իրատեսական չէ, որովհետև տեսնում ենք նաև, որ Իրանը Ադրբեջանի հետ եւս համատեղ զորավարժություններ է իրականացնում Արցախի օկուպացված տարածքներում ընդ որում, այսինքն Իրանը մշտապես փորձելու է այդ բալանսը ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, պաշտպանելու համար իր շահերը։ Տարածաշրջանում զորավարժությունների պակաս չկա, ուժի ցուցադրությունները նաև քաղաքական մեսիջներ են պարունակում։ Մի քանի օրից Կոնիայում սկսվող թուրք-ադրբեջանական վարժանքներն ուղղված են էլեկտրոնային պայքարին։ Անկարան ու Բաքուն շարունակում են սինխրոնացնել պաշտպանության ոլորտը։ Դրանք ադրբեջանա-թուրքական ռազմաքաղաքական տանդեմի ցուցադրության ակտ են եւ դրանց հանդեպ պետք է լինել շատ աչալուրջ, նաեւ հենց այդ գործոններից ելնելով է, որ Հայաստանի համար անհրաժեշտ է ձևավորել ռեգիոնում իր անվտանգության միջավայրում այսպես բազմազան անվտանգության մեխանիզմներով ձևավորված կայունության ինչ-որ գործիքակազմ։ Որ Հայաստանի ու Ադրբեջանի զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարը։ Ռիսկը ոչ միայն Սյունիքի շուրջ, այլ ռեգիոնում ընդհանրապես բնականաբար պահպանվում է, քանի դեռ պահպանվում է աշխարհաքաղաքական այդ մեծ տուրբուլենտությունը։ Վաշինգտոնին ձեռնտու չէ, որ Կովկասում ապակայունացման հարցեր առաջանան, իրենք Ռուսաստանի հետ երկխոսության ու պայմանավորվածությունների տրամաբանությամբ են աշխատում եւ շահագրգռված են, որ այստեղ հիմա լինի խաղաղ։ Իզաբելլա Հովանիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։